Սիրելի ներկաներ, թույլ տվեք սկսել մեր քննարկումը։ Ես ուզում եմ նաև նշել, որ անցյալ մեր հանդիպման ժամանակ հնչեցին բավական կարևոր մտքեր, առաջարկներ, որոնք անպայման գործնական կիրառության կարիք ունեն։ Ուզում եմ շարունակել մի միտք, որ մեկնարկի ժամանակ ձեր խոնարհ ծառան արտահայտեց, դա այն էր, ինչ որոշ արձագանք ունեցավ, ուզում եմ մի փոքր պարզաբանել։ Խոսքը հայոց տանը գողնելու մասին էր։ Եվ բնական է, որ սա է մեզ միաբանել, համախմբել, որ հայոց տանից դուրս անենք նրանց, ովքեր համարձակվել են ոտնձգություններ անել մեր ազգային արժեքների, նյութական, մշակութային, ոգեղեն արժեքների նկատմամբ, բայց բնականաբար հարց է առաջանում, երբ կարող է մարդու տուն գող մտնել։ Եվ երբ կամ միամտվում են մարդիկ, շատ են վստահում, կամ գողը տնից է լինում, ժողովրդական խոսքը։ Եթե գողը տնից չի, գողը երդիկից չեն հանում։ Եվ ցավով եմ այս բառերն ասում։ Տերերը պարադոքսալ մի իրականության առջև են կանգնած։ Հայաստանի անկախ հանրապետության օրոք ղեկավարները այս իշխանությունից առաջ նախորդ 3-ից 2-ը մեկական տասնամյակով անհասկանալի բացակայում են հանրային կյանքից։ Բնականաբար կարող ենք եզրահանգել, որ ոմանց համար հայրենիք սիրելը, հայրենասիրությունը կամ հայրենատիրությունը դա պայմանավորված է իրենց պաշտոնավարման ժամկետով։ Դրանից հետո երբեմն այդ մարդիկ կորում են կամ հայտնվում են բոլորովին այլ կարգավիճակում, ինչպես վերջերս տեղեկացանք ոմանց մասին։ Եվ որպեսզի սա տեղի չունենա, նայում ենք, թե գոնե պաշտոնեն նրանք, ովքեր պետք է տեր կանգնեն երկրին, ինչով են զբաղված։ Մենք այսօր դրան չենք անդրադառնալու։ Ոչ օրենսդիր մարմինը, ոչ գործադիր մարմինը, ոչ դատական իշխանությունը, եթե իրենց կողմ լինեին, այդ արժեքների գոհությունը չէր լինի։ Մնացել է մեր միակ ապավենը, հոգևոր իշխանությունը, և բարդ տիրոջ, որ այն կա, հաստատակամ է, և կանգուն է հայոց եկեղեցին նաև հավատացյալներով, հայ առաքելական սուրբ եկեղեցուն նվիրված հայորդիներով և Հայաստանում և իսկյուրս աշխարհի։ Ես բանախոսների ելույթներից հետո դրանց ընթացքում, որով անակնկալ պետք է ձեզ նաև մատուցեմ, ներկայիս իշխանությունների պահվածքի զուգահեռ կան փաստաթղթեր, որոնք չեն հասցրել հանել պաշտոնական կայքից, որոնք ճիշտ հակառակի մասին են վկայում։